Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանը այսօր, ինչպես ամեն ուրբաթ, մենք խոսելու ենք մշակույթից, մշակույթի մասին, մեր վերաբերմունքի մասին առ մշակույթ եւ այսօր խոսելու ենք պատմաբան Զորաբ Գևորգյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գաղտնիք բացեմ կամ այնքան էլ գաղտնիք չի, մինչ եթերը մենք իրար հետ զրուցում էինք եւ դες մոտավոր որոշեցինք այն կոնտուրները, որի շուրջ մենք պիտի խոսենք, տեսեք։ Պատմության նկատմամբ մեր վերաբերմունքը ինքը շատ լուրջ ցուցիչ է, թե մենք ինչպես ենք վերաբերում մեր մշակույթին այդ թվում։ Հիմա պատմության նկատմամբ մեր վերաբերմունքը պսևդո պատմագիտական այդ կամ մեկ աբսուրդային հասնող այդ պնդումներից սկսած, որ նոյին հայերն են դիմավորել Արարատի լանջին եւ այլն, իհարկե հա մի քիչ ծիծաղելի է, բայց դե որ նոյը առաջի հայ նավապետն էր, էսերեն էր։ Այդ միֆականացումը մեր պատմության ինքը հնարավորություն չի տալիս միգուցե կոպիտ կհնչի պատմության իմաստով այդ պատմությունը մոնետիզացնել, որովհետև մենք իրականությունից անընդհատ մենք մեզ զորով կտրում ենք, մենք ոտներս գետնից բարձր, մենք այդպես էլ չենք կարողանում հասկանալ մեր վերմակը որն է ու ինչքան է այդ վերմակի չափը ու անընդհատ քիթներս դեմ ենք տալիս քարին։ Մեծ հաշվով, երբ որ ասում ենք պատմության հանդեպ վերաբերմունք, եկեք ձևակերպենք այսպես, սա ժամանակի հանդեպ վերաբերմունք, որտեղ մեծ հաշվով պատմությունը ժամանակի մասին է, եւ երբեմն ներկա ժամանակում մեր վերաբերմունքը այս կամ այն ժամանակի հանդեպ, նա ինչ որտեղ նաեւ ինչ որտեղ որն է, այսինքն կա հայելային էֆեկտ, որտեղ դու ինքդ քո հետ մենախոսության մեջ ես մտնում։ Այսինքն իհարկե դա հնարավոր է դարձնել երկխոսություն եւ բազմախոսություն, երբ որ իսկապես պատմության դասավանդումը կամ պատմություն սովորելը համակարգված, իսկապես այսպես չափելի հիմքերի վրա է դրվում, բայց հիմնականում այն պատմությունը ավանդաբար ոնց որ հաճախ ընկալվում է եւ ոչ միայն հայկական հասարակության կողմից, դա հատուկ է նաեւ այլ հասարակություններին, այլ միջավայրերին, միֆերի չափերը Այսինքն ավելի շատ մենախոսություն, որտեղ մարդը կարծես թե կանգնած է հայելու դեմ, դիմաց եւ ուզում է իրեն համոզել, որ իր գլխի վրայի մազերը ավելի շատն են, քան կամ որ հիմա ինքը գլխարկ ունի գլխին կամ, չգիտեմ, տարբեր բաներ, որոնք որ իրականության չի համապատասխանում։ Դա շատ երկար որ նայում ես լուսապսակ ես սկսում։ Որ շատ երկար նայես, այո, լուսապսակը կգա ձեր ասած, բայց մեծ հաշվով ես հենց այս դրույթն եմ ուզում դնեմ հենց քննարկման սեղանին, եթե կարելի ասել, որ պատմությունը առաջին հերթին դա նույնիսկ իմ համոզմունքն է, այսինքն այբենական նույնիսկ ճշմարտություն է, որ ոչ թե անցյալի մասին է, այլ ոչ միայն անցյալի մասին է, այլ ժամանակի մասին եւ այն վերաբերմունքը, որ դու ունենում ես թե 1000 տարի առաջվա իրողության հանդեպ, թե 500, թե քո ծնողի երիտասարդության ժամանակաշրջանի հանդեպ, դա իր մեջ պարունակում է եւ վտանգ, երբ որ դու արդյունավետ չես ուսումնասիրում եւ չես ծուլանում մտնել այդ ժամանակի հաղորդակցությունների, կոմունիկացիաների, միջավայրերի, երբ որ չունեին ինտերնետ, երբ որ երկու բառ փոխանակելու համար շատ մեծ ջանքեր էին, այսինքն դնում, որպեսզի օրինակ աշխարհի մի կետից մի կետը ինչ որ երկու հաղորդակցություն ուղարկեին, երբ որ մարդը խորհրդային միությունը բանակ էր գնում, հա, մեր այսօրվա նոր սերունդի պապիկները կամ ասենք նույնիսկ հայրերը, ծնողները եւ այնտեղից իրենց սիրեցյալներին նամակներ էին գրում Մուրմանսկից մի ամիս հետո, հա, մի ամիս հետո։ Այս ամբողջը երբ որ դու ծուլանում ես եւ պատմության պայմանական դասին չես սովորում սկսում ես ամբարտավանանալ, այսինքն դու սկսում ես այլ ժամանակների հանդեպ ունենալ այդ հերվից գնահատականներ տվողի անընդհատ սեփական էգոն, սեփական ժամանակը բացառիկ համարելու դիրքորոշումը։ Ընդ որում, այստեղ մի կարևոր բան կա, բառը որ օգտագործեցիք, մենք անընդհատ մոռանում ենք, որ
հաշվի առնելով, որ մենք քրիստոնեական արժեքների կրող ենք, որ ամբարտավանությունը մահացու մեղքերից մեկն է։ Երևի մենք մենակ հաճախ բառի տակ բովանդակությունը հաճախ չի ընկալում այնպես ինչպես բարոյականություն բառը, որովհետև վաղուց ի վեր բարոյականությունը հայտնի մասնագիտության չափանիշներով չի չափվում, բարոյականությունը մեծ հաշվով կապված է ավելի շատ մեծ հաշվով ստի կամ ոչ, այսինքն բարոյական տարբեր արժեքների, որոնց բովանդակությունը հաճախ մեր իրականության մեջ չեն դրսևորվում կամ չեն ձևակերպվում, եւ դա է պատճառը հաճախ, որ մարդիկ դուք նշեցիք դուրք են տալիս։ Ես ոչ թե կասեի միֆերին, այլ ինքնախաբեությանը, այսինքն որն է ինքնախաբեությունը, երբ որ ինքնաբավությունը մարդու, իսկ որտեղից է գալիս ինքնաբավությունը, մարդու ինքնաբավությունը կոմպլեքս, ոնց որ տնտեսության համաշխարհային ֆորումի, ժամանակակից կրթված կամ խոսքը միայն ֆորմալ կրթության մասին չէ, այսինքն մարդը, որը կարողանում է խնդիրներ լուծել, ունի անհատական SSS որակները, երբ որ դրանք մեր կրթության մեջ կամ միջավայրում, ընտանեկան դաստիարակության հանրային կյանքում չեն կառուցվում, առաջանում է անխուսափելի ինքնաբավություն։ Դա ավելի քիչ է երևում 15 տարեկան պատանու մոտ, բայց դա երբ որ 50, 60, 40 եւ ավել տարեկան մարդիկ չեն կառուցվում անհատապես, ինչպես որպեսզի կարողանան, ինչպես նշեցի, խնդիրներ լուծեն, վերլուծեն, քննարկումներ տանեն, տարական բան մարդուն կարողանան ակտիվ լսել, չընդմիջել, այսինքն տարական համակեցական կանոններ, այդ ինքնաբավության սուր պակասը ի վերջո բերում է ինչի մասսայական անցյալի հանդեպ ունենալու որոշակի ինչի, այսինքն անցյալի հունական լիցաբանության միջի տիտանների ընկալումներին, երբ որ անցյալում ապրում էին ինչ-որ մեծ մարդիկ, որոնք մեր նախնիներն են, եւ այդ նախնիները սարեր են շուռ տվել, ոնց որ Տորքան գեղը մեծ քարեր է շուռ տվել, այսինքն կներեք, էլի հերո չգնանք, 2 օր առաջ ընդամենը բանակի օրը։ Եվ մի քննարկում ընկավ աչքովս, որին դուք էլ եք մասնակցում, սոցիալական ցանցերից մեկում, այնտեղ մեր ընկերներից մեկը կամ ձեր ընկերներից մեկը գրել էր, վայ 5-րդ դարում հայոց բանակը կազմել է մոտավորապես 120,000 մարդ, այսինքն տեսեք, ինչ բնակչություն ենք ունեցել, ես ենք ինչ ուժ ենք ունեցել եւ այլն, եւ ձեր պատասխանը այնտեղ մոտավորապես, եթե շատ համառոտ ասեմ, այն որ եւ ասենք հա ունեցել ենք եւ սա էլի այդ թույլ տվեք որպեսզի ես ավելի կտրուկ ձևակերպումներ չտամ, այսինքն սուտ պատմաբանի, պատմություն դասավանդողի կրթության մեջ եղած մարդու, որը հաճախ, այսինքն շատ հաճախ լսարանում արտահայտվում է եւ կարծես թե արդեն հետազոտահեն բան եմ ես ասում, գոնե իմ կողմից հետազոտահեն, ինչից է առաջանում, նորից էլի նշեմ, որ երբ որ մենք ինչ որտեղ ինքնավստահության ժամանակի հանդեպ, ներկա ժամանակի հանդեպ, մեր ժամանակի հանդեպ չունենք չափելիության եւ վստահության հմտությունների ուժեղ այնպիսի բավարար ընկալում ու իրականություն, մենք սկսում ենք արդեն դա լցնել այլ բաներով։ Ինչով լցնել։ Լցնել նրանով, որ ենթադրենք 2000 տարի առաջ հայ իրականության մեջ եղել է այսպիսի մի բան, շատ լավ, բայց ինչպես է դա մշակութացվում մեր հոգեբանության մեջ, դա ավելի շատ մշակութացվում է մեր ներքին որոշակի ինքնաբավության բացերը լցնելու տեսանկյունից, դա էլի նույն այդ էգոցենտրիկ ընկալումն է պատմության, հաճախ այդ պատմության հանդեպ ոչ արդյունավետ հայացքը բերում է նրան, որ պատմությունը դառնում է անցյալի մասին ուղղակի գովքի ու այսպես ասենք, ոչ թե միֆականացման, այլ մեծացման, որը մեզ թվում է, որ ավելի շատ հենց դա մեզ կբերի ինքնաբավության ավելացմանը, բայց իրականում ժամանակի անցյալի հանդեպ մենք չունենք բավարար մշակութացվածություն, այսինքն եթե մենք փորձենք անցյալը, ես մի օրինակ բերեմ, ինչ արեցին գերմանացիները Բերլինի պատի հետ, եթե պատկերացնենք օրինակ Բերլինի պատը անմիջապես գերմանացիները քանդեին ու գերմանացի ինչ որ օդիոզ դեմքեր, ասենք Մերսեդեսի տնօրենը կամ ինչ որ մարդիկ վերցնեին, տանեն իրենց տան
շենքերում դնեին ու հետո գլուխ գովային, որ այս կտորը բերել են Բերլինի պատից։ Չէ, իրանք մինչև հիմա Բերլինի պատի բետոնի կտորները կոմերցիալիզացել են, դրամականացել են, այսպես է տերմին ավելի հեշտ ասեմ, եւ փորձել են դրա համար գտնել այդ պատմական ժառանգության համար գտնել օպտիմալ լուծում։ Թեև դժվար է ուղղակի համեմատվել են գերմանացու հետ, որը թունելի տակից ուզում էր արևմտյան Բերլին փախչեր, նույնիսկ սպանվում էին մարդիկ, բայց երբ որ եկավ քանդելու պահը, նրանք նույնիսկ մի կտոր թողեցին, որը դարձավ բոլոր սիրահարների ժամադրության ֆոտոներ վերցնելու մի վայր, հայտնի Բրեժնևի եւ Հոնեկերի համբույրի վայր։ Իսկ մնացած բետոնի կտորները կարող եք հենց հիմա Amazon-ով ուղղակի փնտրել եւ կտեսնեք մեծ փոքր միջին բետոնի կտորները ինչպես են վաճառում։ Հիմա ես այս կոմերցիալիզացիան ոչ թե ուզում եմ դնեմ, այսպես կտրուկ պատմության եւ իդեալիստականի հիմքում, այլ խնդիրը դնում եմ ուրիշ տեսանկյունից։ Իսկ ինչ արեցինք մենք Լենինի պատվանդանի հետ, այսինքն փորձենք հասկանալ, չգիտենք որտեղ։ նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ Լենինի պատվանդանի կտորները տարան իրենց շենքերում դրեցին, նրանք թերևս ոչ մի կապ չունեին ոչ կոմունիստական, ոչ հակակոմունիստական, որը այլախոհական շարժման հետ բնականաբար այլախոհական շարժման առաջնորդները չէին վերցնելու Լենինի պատվանդանի տանեն ու ասեն տեսեք մեր վրեժը այսպես էլ արտահայտվում է։ Սրանք բոլորը իրականում մտածողության, այսինքն սկզբում բանն է, այս արտահայտությունը շատ ուժեղ աշխատում է։ Ես ուզում եմ մի օրինակ բերել միջնադարից, թե օրինակ եվրոպական միջավայրը ինչպես փորձեց ինչ որտեղ միմյանց հետ համադրել իդեալիստական ու մատերիալիստականը։ Երբ որ Պապությունը ստեղծում էր ֆրանցիսկյան դոմինիկյան միաբանություններին, մեծ հաշվով այդ միաբանությունների առաքելությունների հիմքում դրեց ոչ միայն կաթոլիկության, քրիստոնեության քարոզը, որը նրանք տանում էին Իսպանիայից մինչև մոնղոլական կայսրություն, այլ դրանց հիմքում դրեց նաև տնտեսական գործառույթներ։ Այսինքն երբ որ մի մարդ փորձում է իր մեջ համադրել, իր հոգեբանության մեջ համադրել այդ փիլիսոփայության հավերժ դիսկուրսը, իդեալիստական ու մատերիալիստականը, ձեր ասած խորթությունը գետնից չկտրվելը արդեն բավական մտածողության մեջ սկսում է ամրապնդվել եւ իրականում խնդիրն այն չէ, որ եթե ես ունեմ այսքան վերմակի չափ, ես իրավունք չունեմ վաղ ունենամ ավելի երկար վերմակ, որովհետև ուզում եմ 3 տակ ծածկվել։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքն այն մասին է, իսկապես ոնց որ դուք նշեցիք, այդ մշակութացվածությունը ինչից է գալիս։ Մշակութացվածությունը գալիս է, երբ որ դու տվյալ պահին հասկանում ես ինչ ունես եւ փորձում ես այդ կրեատիվությունը քո այն փոքր ունեցածով արտահայտել։ Ես հաճախ օրինակ այդ մշակութային ռեգիոներին եմ ուշադրություն դարձնում, այսինքն կրթության քո հայացքը ինչից է սկսվում։ Երբ որ ես գնում եի Սալվադոր Դալիի թանգարան, Սալվադոր Դալիի թանգարանը չէր դա, Սալվադոր Դալիի կայսրությունն էր պետության մեջ։ Ինչ էր դա, երբ որ դու նույնիսկ մի քանի 100 կիլոմետր, նույնիսկ 100 չէ լավ, 10 կիլոմետր դեռ չես ասել Ֆիգերաս, արդեն սկսվում էր Դալիի կայսրությունը այնտեղ։ Այսինքն այդ կրեատիվությունը ինչից է գալիս, որ մի փոքր գյուղ կարողացավ մի մարդու նաև շնորհիվ կրեատիվության ստեղծագործականության շնորհիվ դառնալ մշակութային խոշորագույն էպիկենտրոն։ Ես երբ որ մտա Սալվադոր Դալիի թանգարան, հասկացա, որ Փարաջանովի թանգարանից համարժեք թանգարան են, բայց երբ որ ես մոտենում եմ Փարաջանովի թանգարանին, մինչև դուռը չես բացում մտնում, իր մշակութային ռեգիոնը չի սկսվում։ Այդ տեղը չգիտես, չես էլ գտնում։ Սա ինչ է, ես կամայական օրինակ բերեցի։ Սա էլի նույն այդ պատմության հանդեպ սպառողական մոտեցումն է։ Մենք ինչից ենք սկսում շատ հաճախ։ Ես օրինակ հիշում եմ եւ իմ դպրոցական տարիներին եւ հետագայում մենք սկսում ենք այն բանից, որ արդեն Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է տարեր։ Մենք չենք ուզում ալարում ենք երբեմն մտածել, թե ինչպես նա դա արեց։ Մենք սկսում ենք նրանից, որ Խոսրով Կոտակը հիմնեց անտառ։ Մենք չենք ուզում վերլուծել, ինչպես նա դա արեց ու ինչու։ Եվ սա ինչի է բերում ու ինչու։ Կամ Հակոբ Մեղապարտը Վենետիկում հիմնեց տպարան։ Այնպիսի տպավորություններ, որ սենց մատի մի շարժումով հիմնեց տպարան, ընդ որում սա հենց հատուկ է դիսկուրսը շատ ուժեղ է աշխատում Հակոբ Մեղապարտի դեպքում, որ ես մի անգամ մի դասախոսություն էի լսում, որտեղ ակնհայտ հակադրվում էր, որ Հակոբ Մեղապարտը միայն հայրենասիրության, այսպես ասած իրենց պատկերացումով հայրենասիրությամբ էր տոգորված եւ հիմնեց տպարան լինելով առևտրական։ Ինքնին արդեն այստեղ առաջանում է այդ մատերիալիստականի ու իդեալիստականի կոնֆլիկտը։ Հիմա տեսեք դրա մարմնավորումը ոնց է արտահայտվում։
Սկսած մագնիտներից, տուրիստական մագնիտներից մենք այդ փոքրի մեջ չենք տեսնում, չենք կարողանում այդ OGG-ն մեր պատմական մտածողության բացել, այդ ատոմը պայթեցնել։ Սա է ամբողջ խնդրեմը։ Ես չեմ հիշում այդ մտքի հեղինակը ով էր, մի անգամ այդպիսի զրույցի մեջ էի ես ներքաշվել, ասեց մենք մեր մտածողությամբ կայսերական ենք, ազգ որպես, տեսեք, մեզ ներշնչել ենք, որ մենք այդպիսին ենք։ Տիգրան Մեծը ինչի են մենք համարում մեծ, ինչի է մեր լավագույն թագավոր, դեռ կայսրության հեղինակ էր։ Հետո դրանից հետո մենք ունենք էլի այտենց կոպիտ եմ ասում, ներողություն եմ խնդրում, մանր-մունր թագավորներ, բայց իրանք մանր-մունր էին, որովհետև կայսրություն չէր։ Հետո մենք դարձանք բյուզանդական կայսրության մաս, պարսկական կայսրության մաս, օսմանյան կայսրության մաս, ռուսական կայսրության մեջ, ԽՍՀՄ էլի կայսրություններ։ Ու մեր մեջ այդ կայսերականությունը արմատացած է այն աստիճան, որ այդ ձեր ասած փոքր բաների վրա չենք կարողանում կենտրոնանալ, այդպես է թե ոչ։ Այդպես է։ Եթե մենք փորձենք մի դիսցիպլինար տեսանկյունից, ես չեմ ուզում այդ խոսակցությունը ակադեմիական ուղով գնա, բայց եթե փորձենք իսկապես հոգեբանության տեսանկյունից ամբողջը մեկնաբան է, որի համար անհրաժեշտ են շատ լուրջ հետազոտություններ, բայց փորձեմ մի քանի այսպես իմ ծույլի կրթության միջի մարդ եղած մարդու տեսանկյունից մեկնաբանել, ելի նույն բանին ենք հանգում։ Այսինքն ինչու ենք անընդհատ ինչ է ժամանակի ու տարածության մեջ դիտավորյալ եւ ոչ դիտավորյալ մեզ համար կարեւորվում թե ինքերը հայեր էին թե չէ կամ բասկերը հայեր են թե չէ եւ ես բրենդավորում ուղակի ոչնչացնում է ընդհանրապես ժամանակակից ազգ լինելու, ժամանակակից պրոգրեսիվ ազգ լինելու վեկտորը ինչ որտեղ, որովհետեւ անդադար երբ որ ինտերպրետացվում է որ հայրենասիրությունը այն է, երբ որ 2-3 գործողություն ես անում, նայում ես անցյալին, գովաբանում ես անցյալը, բերում ես ներկա եւ անդադար դրա մասին խոսում ես, չես գործում։ Այս բոլորը իրականում էլի ավելի շատ ոչ թե Տիգրան Մեծի, Խոսրով Կոտակի, Արտաշեսի մասին, այս բոլորը իրականում մենախոսություններ են։ Մենք ընկած ենք անընդհատ Սիզիփոսյան ոճի խմորումների մեջ։ Եվ նույնիսկ չենք ուզում կողքից այս անդադար պատտվող անիվը մի պահ կանգնեցնել ու ասել իսկ որն է outcome-ը, այսինքն արդյունքը, որն է չափելի։ Որտեղ խնդիրն այն չէ, որ Բրիտանիայում չեն գովաբանում Արթուր Թագավորին, դրա մասին ֆիլմեր են հանում, արի ու տես, որ այնպիսի հայացքով ոնց որ մենք ենք նայում, չնայելով, այլ ավելի շատ ֆիլմեր են նկարանում Արթուր Թագավորի մասին կամ Ռիչարդ Առուծասրտի մասին, քան մենք ենք նկարանում։ Ստացվում է, որ հաճախ մեր չափի զգացողությունը, այդ շաքարի պարունակությունը պատմության այդ ամբողջ կացայի մեջ այնքան ենք տալիս, որ հետո մենք ինքներս չենք կարողանում դա խմել։ Բայց հանուն արդարության եկեք ասենք, քանի որ Արթուր Թագավորի մասին գնաց, անգլիացիներն էլ այսպես շրջանցում են այն հանգամանքը, որ Արթուրը բրիտ չէր, անգլիացի չէր, կամ ասենք առնվազն այսօրվա, որովհետև խնդիրը կայանում է նրանում, որ այսօր ամբողջ Եվրոպայում չեն մրցակցում թե Հաբսբուրգները որտեղի թագավոր էին կամ Բուրբոնները ժամանակին Ֆրանսիայի թագավոր էին։ Այն օրինակ նույն հայ-վրացական այս դիսկուրսում, հայ-վրացական դիսկուրսը Բագրատունիները եւ իրենց կողմից եւ մեր կողմից շատ եկեք կոպիտ ասեմ, լավ, մի քիչ մանկամիտ գիտական դիսկուրս է, որովհետեւ քննարկել անverջ անդադար վրացիների կողմից, որ նրանք եղել են վրացի թե հայ, սա իրականում ոչ էֆեկտիվ, ոչ բովանդակային գիտական դիսկուրս է։ Այսինքն, երբ որ մենք պատկերացնենք, թե հիմա իսպանացիներն ու ֆրանսիացիները մի 3 դար քննարկում էին ի վերջո Բուրբոնը, դա հարց չի իրենց համար։ Այդ խնդիրը կայանում է էլի հենց այս մեր մենախոսությունից անդադար ճակատագրապաշտական մենախոսությունից դուրս գալու իրական գետնի վրա հասկանալ մենք ինչ ենք ուզում պատմությունից։ Որովհետև պատմությունը Տիգրան Մեծը, Խոսրովը պատմություն են, անցյալ են։ Հիմա մենք իրենց վերցնում ենք, ծամծմում ենք, հետո փոխաբերական ասած։ Ինչ ենք անում իրենց։ Այսինքն այս ամբողջը իրականում հակադարձ էֆեկտ է ունենում, որի մենք չենք էլ նկատում, որը մենք չենք տեսնում, այսինքն պատմության ժամանակի պայթյունները հաճախ մենք չենք նկատում։ Եվ որն է այստեղ իրականում, որ պատմության դասավանդումը, պատմություն սովորելը դրվի
կոնկրետ չափելի հստակ կիրառական հիմքերի վրա, որը աշխարհում արվում է։ Այսինքն, եթե ես օրինակ պատմությունը վերցնում եմ եւ չեմ դարձնում ժամանակակից պրոգրեսիվ մեկնաբանությունների, ոչ թե արհեստական, այլ իրական, բնական մեկնաբանությունների դաշտ չեմ բերում, համակարգվածության չեմ բերում, պատմությունից մնում է միայն այդ գովքը, անիմաստ գովքը, որը իրականում մեզ ոչ մի էֆեկտ չի տալիս։ Պարզապես քանի որ հաճախ մենք անկեղծ չենք մեր իրականությանը ինքներս մեր հանդեպ, մենք շրջանցում ենք այդ թեմաները։ Այս բոլոր վայրի վերումները իրականում հոգեբանական են ավելի շատ, քան թե պատմական։ Եվ նույն Տիգրան Մեծին անդադար պաշտելը, ես մեկ անգամ հարցրեցի իրականում երևի կկրկնվեմ էլի այդ առումով, որ ունեցել ենք թագավոր, որը ստեղծել է աշխարհում առաջի անտառներից մեկը, որը տվյալ պահին կա Հայաստանի ամենամեծ անտառներից մեկն է։ Մենք այնքան գետնից կտրված ենք, որ մենք նույնիսկ այդ թագավորի անունով նորմալ, այսինքն բրենդինգ, ինքը չկա։ Ինքը մեր մտածողության մեջ չկա եւ ցավալորեն, ասինքն այդ դպրոցական կրթության հիմնական խոսույթը ինչու՞մ է կոլոտեր, կոտակեր ու անցնում են այս թեման։ Սա մեկը չի, բազմաթիվ օրինակներ են, որոնք ցույց են տալիս, թե մենք ես օրինակ չեմ կարողանում հասկանալ, ասենք Գագիկ առաջին թագավորը ինչու էր ավելի վատ թագավոր, քան ասենք Տիգրան Մեծ։ Էլի, այսինքն մենք գնում ենք պատմության այդ պերսոնալիզացվածությանը, որը էլի մեկ այլ ծայրահեղություն է, այսինքն մարդ իր ժամանակի մեջ չենք փորձում դիտարկել, որ Գագիկը իր ժամանակի համար էր, այսինքն իր միջավայրում, հետո երբ որ Գագիկի արձանին նայում ենք, ասում ենք, այդ ինչ արաբական գլխարկադրված է, թագ, այսինքն արաբական, այսինքն մարդու է դիվանագիտական, այսինքն մենք չենք փորձում հաճախ պատմությունը գերպերսոնալիզացվածությունից կտրել, եւ սա է, որ հիմնականում մեր, եթե դուք նշեցիք Նոյին, հա, այսինքն մեր պատմությունը կարծես թե sense անշարժ տիկնիկների մի ամբողջ շարան լինի եւ այդ գերպերսոնալիզացված ընկալումը կտրում է մարդուն էլի նույն, այսինքն ոնց ինչպես մենք մտածում ենք իրականում, այդպես էլ վերաբերվում ենք պատմությանը եւ սա փող լրացնող փող կապակցվածության մեջ է իրականում։ Այդ պատմության հայելային էֆեկտը հենց իրականում մեր իրականության մեջ շատ ուժեղ արտահայտվում է եւ կարելի է ուղղակի բազմաթիվ հետազոտություններ ուղղությամբ անել, թե ինչպես ենք մենք ուղղակի ընկնում մենախոսության մեջ, ինչպես է դասարանում, լսարանում ուսուցիչը տանում դասը եւ երբ որ ուսուցիչը տանում է դասը ավելի շատ այդ պաթոսախեղտ շաքարային պատմական տեսանկյունից զգացվում է, որ երեխաները այդ անբնականության զգացողությունից արդեն ուղղակի ուզում են դուրս գան ու փախչեն, բայց ամենավատը հենց նա է, որ ենթագիտակցության ու գիտակցության սահմանները այնպես է դրվում, որ երեխաները արդեն չեն հանդգնում հարց տալ։ Եվ սա է հենց ամբողջ խնդիրը, որ հարց չտալու վախը ի վերջո բերում է նրան, որ այդ տոտալիտարությունը ինչից է առաջանում, որ ուսուցիչը ասում է երեխաներ Նոյը հայ է եղել, որևէ մեկը չի ուզում հարցնել, ինչ է նշանակում։ Չէ, կամ չի ուզում հարցնել, որ դու ապուշ չես։ Կամ ավելի, հա, այդպեսին ինչ որ հարց տա։ Այսինքն այստեղ էլի մենք մենախոսությունից դուրս գալու խնդիր ունենք։ Ես հիմա տեսեք, մի հատ հարց եմ տալու, այդ հարց տալու իմ իրավունքը օգտագործեմ, վիճելի միգուցե թեզ եմ ասելու, իսկ արդյոք օրինակ մեր պատմության թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը ապացույց է չի մեր վերաբերմունքի պատմության նկատմամբ։ Ես միշտ զարմացել եմ, թե ինչու է պատմության թանգարանը այնտեղ, որտեղ հիմա ինքն է, որտեղ ըստ էության դա պատկերասրահի հետնամուտքն է։ Այսինքն պատմության, Հայաստանի պատմության թանգարան աշխարհի ամենահարուստ թանգարաններից մեկը է, ժամանակագրական իմաստով։ Մտնում ես մեկ այլ ինստիտուտի հետնամուտքով։ Վերաբերմունքները տարբեր այլ ինդիկատորներով են երևում, այսինքն չէ, ես հենց այդ առարկայական եմ ասում, բայց մենք կարող ենք պրոյեկտել ընդհանուրի վրա։ Նաև միգուցե հենց այդ մեկնաբանությունն կարելի է տալ, բայց էլի ես ոնց որ համառորեն չեմ ուզում կոնկրետանալ ինչ որ օրինակի վրա։ Ես փորձում եմ, քանի որ երկար ժամանակ դա դիտարկել եմ, ինչ-որ հետազոտել եմ, ես ուզում դրանք դիտարկել մտածողության տեսանկյունից, վերաբերմունքային տեսանկյունից, որովհետև դրանք անդադար արտահայտվում են բոլոր տարբեր այլ հանգամանքներում եւս։ Սկսած նորից ասեմ, քաղաքային այդ զբոսաշրջիկային մագնիտներից, մենք ինչ ենք դնում դրանց վրա։
ինչպես ենք դրանք, ինչպես ենք արտահայտում, ինչպես ենք բրենդինգ անում, հա, մեր պատմությունը։ Գառնիկ Գեղարդ Էջմիածին։ Հա, այսինքն առանց բացառելու Գառնիկ Գեղարդ Էջմիածինը, Նուռը, Արարատ լեռը եւ այլ ատրիբուտներ մենք կարողանում ենք օրինակ մի հատ փոքրիկ ինչ-որ պատմական փոքրիկ մի հատ դրվագ, սկսած ինչ-որ չգիտեմ Գյումրիում ես վերջերս տեսա շատ հետաքրքիր ստեղծագործական են մոտեցել եւ ինչ-որ փողոցում փոքրիկ ինչ-որ մի չերևացող նախկինում չերևացող մի ատրիբուտ ներառել են այդ մագնիտների վրա։ Ես ինչ եմ այդ օրինակը բերում, որովհետև հաճախ մենք դրանք անվանում ենք չնչին, ինչպես որ պատմության տեքստեր ենք կարդում եւ շատ առանցքային դետալներ կլիմայի պատմության, այդ միջավայրային պատմության տեսանկյունից կամ փոքրիկ դետալների հանդեպ առհամարական ենք վերաբերվում, որովհետև մեզ համար պատմությունը շատ պերսոնալիզացված է։ Մենք անհամբեր սպասում ենք երբ է այսինչ արքան հաղթելու այն մյուս արքային, այսինքն այդ տողերը մեզ չեն գերում, բայց դա միայն արդեն է տեքստի խնդիրը չի դառնում։ Երբ որ մենք վերացարկվում ենք պատմության տեքստից կամ պատմության հանդեպ, թեկուզ պատմական նկարի հանդեպ մեր հայացքից, մենք չենք նկատում, որ այդ նույն հայացքի պրոյեկցիան նաև մեր իրականության հանդեպ է, մեր փողոցների անունների, տաձևության ու մշակութացվածության տեսանկյունից։ Մենք ինչ ենք անում, օրինակ, օրինակ բերեմ, երբ որ որոշ ժամանակ առաջ հարցեր հնչում, թե արդեն չէին ասում ինչ արձան դրվի հանրապետության հրապարակում, միանգամից ասում էին ում արձանը պիտի դրվի, իսկ ինչ անպայմանա անձի արձան դրվի, կամ երբ որ մենք հարց եմ տալիս, օրինակ երբեմն պատկերացրեք ես Հայաստանին ընդհանրապես ծանոթ չեմ, եկել եմ եւ հայկական դրամներն եմ ուսումնասիրում։ Տեսեք ինչքան ուժեղ է արտահայտվում մեր պատմության հանդեպ պերսոնալիզացվածությունը դրամների հանդեպ։ Մենք ոչ միայն մի հարց կտամ, բա լավ, շատ հայտնի մարդկանց եք դրել, ես իրենց չեմ ճանաչում, օրինակ, հա, այս 1000 դրամի վրա ով է, բան հարցնում եմ իմանամ, բա դուք մի հայտնի կին չեք ունեցել։ Հարց կառաջանա, չէ՞, այսինքն օրինակ մարդը հարցնում օրինակ ինչի, օրինակ, այսինքն ունեցել եք, բայց այս ամբողջի մեջ այնքան հայելային երևում մեր հանրային կարծրատիպեր, անկարումները դրսի աչքով, որոնք մենք չենք տեսնում։ Այսինքն եթե օրինակ 2000 դրամանոցի վրա լիներ Զապել Եսայանի, ասենք պատկերը, մենք այդ խնդիրը չէինք ունենա, այսինքն ոչ թե խնդիրը չէինք ունենա, ոչ թե խնդիրը չէինք ունենա։ Այսինքն ակնհայտ է, որ օրինակ ես դրամների օրինակ էլի կամայական օրինակ բերեցի, ինչպես է արտահայտվում կամ արձանների օրինակը, հա։ Հերիք չէ մենք ամբողջովին պատել ենք մշակութային անձանց, հա, դրամների վրա։ Ես մի օրինակ կարող եմ բերել հայտնի փաստ է, որ օրինակ Շեքսպիրին ֆունտ ստերլինգի վրայից հանել են։ Կարող է հարց առաջանալ, արժանի չէ Շեքսպիրը ֆունտ ստերլինգի վրա լինելու։ Ուրիշ դիսկուրս են դեռ գնացել, ինչու չեն դրել համար 1, ասենք, անգլիացի հեղինակին ֆունտ ստերլինգի վրա։ Բայց ես էլ եմ ասում, ես օրինակ բերելով կամայական դրամները, ես որպես զբոսաշրջիկ դրսի մարդ հարց կտամ, եթե դուք դրել եք ամբողջովին անձնավորել եք դրամները, լավ եք արել, պետական մարդկանց չեք դրել, մշակութային մարդկանց։ Դնելով հանդերձ դուք մի կին չեք ունեցել, օրինակ, արդյոք հայոց պատմության մեջ ինչ որ, որտեղ դա էլի, եթե դու դրել ես ինչ որ մեսենջինգի, հա, այսինքն ուղերձային որոշակի տրամաբանություն ունի նաև դրամները։ Ոնց որ ժամանակին Տիգրան Մեծը կամ հռոմեացիները, երբ որ մի երկիր էին գրավում, դա այդ ժամանակվա լրատվական միջոցն էր լավագույն, երբ որ գրում էին Արմենիա կապտա կամ Էջիպտը կապտա, այդ լուրը հաղորդում էին դրամների միջոցով, դա առավելագույնս արագ էր գնում։ Հիմա այս մեսենջինգի տեսանկյունից, օրինակ մեր դրամները պատմականի ժառանգություն են արտահայտում։ Արդյոք դրանք մտածել են տալիս դրսի մարդուն։ Եվ ի վերջո միայն դրամների խնդիրը չի, էլի մենք ոնց որ փորձում ենք դետալները տեսնել եւ դետալների միջոցով արտահայտել, թե մենք ինչպես ենք պատմության հանդեպ, պատմությանը ինչպես ենք վերաբերվում եւ դրանից հետո ինչպես ենք կարողանում մեր քաղաքակրթական ներքին ներոժի միջոցով իրար հետ համադրել իդեալիստականն ու մատերիալիստականը եւ դրանից բերել արդեն նոր ժամանակի մեջ նոր արդյունք։ Այսա ամբողջ կարևոր հենց էֆեկտն է, որ պատմության մեջ պետք է իրագործվի, եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ բարձրագույն չնչի պրոգրեսիվ հասարակություն։ Պատմական մտածողությունը առաջին հերթին ժամանակի մեջ արդյունավետ տեղավորվելն է։ Դա բանալի արտահայտությունը, եթե ուզում ենք ներ։ Եթե ուզում ենք։
Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, այսօր իմ զրուցակիցն էր պատմաբան Զորաբ Գևորգյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկու շաբթի օրը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։